Սա քաղաքական պատվեր է իմ նկատմամբ ոչ թե այսօրվա դրությամբ, այլ 2007 թվականից է գալիս այս ամեն ինչը, երբ որ 99 թվականին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, ուրեմն քաղաքում ոչ մի ներդրում չկար, լույսերը մահաց էր, 50 լուսակետ կար։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան, երկրաշարժից հետո բոլոր քաղաքապետերը իրար հետ իմ կիսուչափ բնակարան չեն կառուցել։ Այսօրվա իշխանությունը արդեն 8 տարի է, երկու շենք չի կառուցել։ 40-ից 45,000 տնակ են հեռացրել մեր քաղաքում։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքները եւ գյուղերը իրար հետ, բացի Երևանից, անհատը մասնավորը այդքան շենք շինություն չի կառուցել, ոնց որ իմ օրոք 100-ից 120 միլիարդ դրամի շինարարություն է արվել, եւ դրա համար արժանացել եմ Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահների, բոլոր վարչապետերի եւ ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ռուսաստանի կաթողիկոսի ամենամեծ պարգևների։ Այս ամեն ինչը ի նկատի ունենալով, ուրեմն 2007 թվականի մահափորձը, որ եղավ, ես ուզում եմ, որ մեղադրող կողմը ավելի շատ իրենք մի կարևոր փաստի անդրադառնան, որ հիմա բարձրաձայնում եմ հավանական է առաջի անգամ, ուրեմն Մկրտումյան դատավորը գլխավոր, որ տունը հարձակում կատարվեց, ուրեմն այդ ավտոմատը, այն ավտոմատներ, որոնք կրակել էին մեզ։ Դրանից հետո, երբ որ ասում են դուք այսքան մարդ եք սպանել, նա ասում է, թե գիտեք ինչ կա, այս ավտոմատը ինձ տվել է կարամելի արուտը։ Կարամելի արուտը խփում են ուրեմն յուվեցի կարոյին, մի ամիս հետո կարամելի արուտը մահանում է ու այդ գործը փակվում վերջանում է։ Այ մեղադրող կողմը թող մտածի, կարևոր 4 հոգի մարդ է մահացել, 4 հոգի վիրավորվել է, մինչև այսօր գործը չեն բացահայտել, օդի միջի գործերը վերևրես կարում են, չհաշված այդ, որ ասես թե իրա վրա այստեղ եւս գործեր կան, ուրեմն այն ժամանակ պատկերացրեք Միքայել Վարդանյանի, Համբարձումյան Կարլենի, բոլորը քաղաքապետեր են։ Դրանից հետո Բալասանյան Սամվելի ժամանակահատվածի գործերը բերել են իմ վրես նորից, ասում են Ղուկասյան Վարդանը սրանց պիտի պատասխան տա։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում նախկին բոլոր քաղաքապետերը 90%-ով դատվում են։ Լոկները համար, որ ձայները կտրեն, ձայն չանեն, բերեն թուրքերին բնակեցնեն, ինչ ուզենան անեն Հայաստանի Հանրապետությունում։ Այն քաղաքապետերը, որոնք իսկական ժողովրդի կողմից ընտրվում են, որոնք ոչ կաշարկով, ոչ կեղծիկով ընտրվում են, դրանք այսօր ուրեմն քարտոծվում են, բանդարկվում են, դատապարտվում են, ձայները կտրում են այդ քաղաքապետերի։ Գիտենաք, որ ես ուզում եմ եւս մեկ անգամ բարձրաձայնել, ուրեմն ես ասեցի 85 միլիարդ տանում են, քաղաքին 4 միլիարդ են տալիս։ Դրա համար առաջի անգամ 37 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինը պետք է դատի տար Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Դա ոչ կլիներ դեմոկրատական երկիր, որը կոպիտ խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 185-րդ եւ 186-րդ հոդվածի եւ տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածներով։ Այդ դրա մեծամասնությամբ դեկտեմբերի 7-ին անցել է 10 օր, ոչ մեկը չլսեցի ոչ մեկի բերանից, եկան Գյումրի, Շիրակի դաշտ մտան, Աստվածազդա եկեղեցին, շոում կազմակերպեցին ու դուրս եկան գնացին, միակ չասեցին, թե բնական 2500 հոգի անօտևան կա, անցել է 37-ը, մի ամիս հետո 38 տարի, վերջ այդ մարդկանց հարցերը ինչ պիտի լինի, ես իրանց բարձրաձայնել եմ, ասեք ձեր ծրագիրը, թե կոնկրետ 38 տարի Գյումրին համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաանապահով, ամենաաղքատ ուրեմն քաղաքը։ Ինչ միջոցներ եք կիրառելու, ինչ եք մի բան չլսեցինք բացի շոուներ կազմակերպելուց։ Եվ ասում եմ, ես բարձրաձայն ասում եմ, չի կարող որևիցե մեկը լինի, որ կա ինձ հետ, ասի թե ես կաշառքի այդ խնդիրեմ ուրեմն պայմանավորվել եմ, կամ այդ Գասպարյան Հենդրիգը 13 տարի հետս աշխատել է, մի հատ կոկա-կոլա չի բերեին կնձի իր կողմից դաժը հյուրասիր է։ Ես որ եկել եմ քաղաքապետ, ասել եմ առաջինը Գասպարյան Հենդրիգին եմ ազատելու։ Մտել եմ կաբինետս, ասել եմ ԱԱՑ-ին, տղաներ ինձ լսում եք, ուրեմն ես այդքան ապրած 65 տարեկան սաղկյան, հիմա որ շորերս հանեմ, չոր Հայաստանի քարտեզ դեղնի, մետքան վերես 5 հատ ավտոմատի փամփուշտը մեջս է։ Այդ տները որ կառուցված է, հիմա այրան գնով է կառուցված։ Այսպես հեշտ ու հանգիստ աշխատավարձ ստանալ, ձեր երեխեքին պահել, մեզ էլ կործանել, բարձյալն Աստծով այեղ դադաստանը կթափի ձեր գլխուն, այդքան բան, շնորհակալություն։